Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ցավում եմ, որ պարոն Ավետիսյանը դալիճում չէ։ Պարոն Ավետիսյանը ասում էր, ասեմ ինչեր եք բերել է ժողովրդի գլխին եւ համեմելով, շարունակելով այս միտքը, ասաց իշխանությունը պահելու համար։ Պարոն Ավետիսյան, եթե լսում եք ինձ կամ կլսեք, այստեղ է մեր տարբերությունը, պարոն Ավետիսյան, խորը տարբերություն կա ի ուրախություն մեզ, ձեր և մեր ընդհանրապես մտածողության մեջ, որովհետև եթե դուք կամ աջ կողմում նստած ձեր գործընկերները իշխանությունը պահելու համար որևէ գործողություններ էին իրականացնում, ապա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս դեպքում լավ կառավարությունը, իշխող մեծամասնությունը աշխատում է, ոչ թե իշխանությունը պահելու համար գործողություններ է կատարում, այլ եթե շատ կուզեք և շատ անկեղծ, որպեսզի հաջորդ պայմանական որևէ ժամկետում նորից պարզ ճակատով հայցի ժողովրդի քվեն։ Ստեղ է մեր խորքային տարբերություն կա ստեղ և էլի ես ուզում եմ նշել, որ ուրախ եմ, որ տարբերությունը հենց սրանում է կայանում։ Բայց ես հիմա ասեմ, թե իրականում հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ինչպես նշում էր պարոն Ավետիսյանը, եթե ձեր լեզվով, ինչ է բերել այս իշխանությունը ժողովրդի գլխին։ Իշխանությունը հետևյալ օրինակ բարեփոխումներն է բերել ժողովրդի գլխին, երբ պետական շահերի պաշտպանության վարչությունում ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետությանը հօգուտ բռնագանձվում է տասնյակ միլիոնավոր դրամներ, գույքեր, տարբեր հողակտորներ։ Այս տարվա 9 ամսում 648 քրեական վարույթ է նախաձեռնվել կոռուպցիոն հանցագործությունների ցանկում ընդգրկված հոդվածներում։ Տեսեք, թե ինչ է բերել իշխանությունը ժողովրդի գլխին։ Իդեպ, այն ճանապարհը, որով հյուսիս-հարավի մասին եմ խոսում, այն ճանապարհը, որով օրեր առաջ 1 ժամում վազեվազ հասակ Գյումրի, այս իշխանությունն է բերել ժողովրդի գլխին, ոչ թե 3 ժամում հասակ գլխացավով Գյումրի, որպեսզի Վարդանանց հրապարակում աղաղակեիք Վարդանիկ, սարի պես մեջքին կանգնեիք, այլ հասակ 1 ժամում մինչև Վարդան Ղուկասյանին կուղեկցեին համապատասխան բաժին։ Այս է բերել իշխանությունը ժողովրդի գլխին։ Շարունակենք, թե էլ ինչ է բերել, չնայած որ 10 րոպեն բավարար չի լինի, որպեսզի ես խոսեմ, թե էլ ինչ է բերել իշխանությունը ժողովրդի գլխին, նորից կրկնեմ, ինչպես նշեց պարոն Ավետիսյանը, իշխանությունը 300 դպրոց, 500 մանկապարտեզների ծրագիր է բերել ժողովրդի գլխին, օրինակ։ Ընդ որում, գիտեք, միշտ մոռանում եմ հարցնեմ, հատկապես Տիկին Գյուրեղյան, դուք եք, եթե չեմ սխալվում, չէ, մշտապես դժգոհում, որ դանդաղում է այս ծրագիրը, ասել էիք այսքան դպրոց կկառուցեք, դեռ կառուցել եք կամ ընթացքի մեջ է այսքան դպրոց։ Որպես պատգամավոր, օրինակ, որևէ համայնք այցելել եք, դուք իսկապես սա հետաքրքիր է, այցելել եք, ինչ-որ միտեղ էլ ստանձնելով տեղ հսկողի դերը, գնաք և հետևեք շինաշխատանքներին, տեսնեք այս կառավարությունը ինչ որակի դպրոցներ է բերել ժողովրդի գլխին, հետաքրքիր է, իսկապես, հնարավորության դեպքում պատասխանեք այս հարցին, խնդրում եմ, որովհետև վստահ եմ այն ամբողջ լայն գործիքակազմը, որը որ ունեք և այն լիազորությունների շրջանակը, որ ունեք, ոչ միայն կարող եք այստեղ խոսել, այլ նաև գնալ տեղում գնահատել և իշխանությունը շնորհակալ կլինի, որ դուք տեղ հսկողի դերը ստանձնեք մոտ 20 րոպե և վեր հանեք խնդիրներ, թեկուզ շինաշխատանքների առումով։ Անցնելով առաջ, խոսում էր պարոն Ավետիսյանը կարծեմ խոսած թվային ցուցանիշներից, ես ուզում եմ ասել, որ 24 թվականին, օրինակ ես նայում էի քիչ առաջ, հունվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներդրումները ընդհանուր առմամբ կազմել են 859 միլիոն 859.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի Հանրապետությունում կազմել են 138.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեսեք ինչ է բերել իշխանությունը
հայ ժողովրդի գլխին։ Իհարկե, այո, չեմ կարող չխոսել նաև Գյումրիում տեղի ունեցողի վերաբերյալ վերջին օրերին, Մարտուն Գրիգորյանը հետաքրքիր հայտարարություններով է հանդես գալիս, մեկը մյուսին մեծ ավելի չափաբաժնով է զարմացնում ըստ էության, ասում է, այ ես ճիշտ էի, դուք սխալվեցիք, պարոն Գրիգորյան, եթե լսում եք ինձ, ինչքան էլ ասում եք, երեք դե ես կանանց չեմ արձագանքում, կներեք, սա քաղաքականություն է, սա ինչպես դուք եք սիրում սուրճի սեղանի շուրջ հավաքվել, ինչ-որ բաներ քննարկել, պլանավորել հայ ժողովրդի դեմ և գլխին, բայց ամեն դեպքում, ինչ է նշանակում կնոջը չենք հակադարձում, ինչպես կարող է Վարդանիկին քաղաքապետ դարձրած մարդը ասել, ես ճիշտ էի, բայց դուք սխալ, ինչպես է հնարավոր նման բան, հնարավոր չի նման, սա պարադոքսալ միտք է ձեր կողմից, և քանի որ պարոն Մամիջանյանը եկավ, խոսքս ուղղեմ պարոն Մամիջանյանին, պարոն Մամիջանյան, օրեր առաջ այս ամբիոնից դարակազմիկ լուր հայտնեցիք իլուր աշխարհի, երևի ձեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էր, նշեցիք, որ Հովիկ Աղազարյանի հետ հանդիպել եք և եթե ճիշտ եմ հիշում, ասացիք, որ նա առնվազն չի խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացը, բայց ինչ է պարզվում, տարբեր աղբյուրներից իմանում ենք այս հանդիպումների բովանդակությունը, ըստ էության ինչ է տեղի ունենում, չխոչընդոտողներից մեկը, պարոն Ասլանյանը, իր հարցազրույցներից մեկում, օրեր առաջ ասում է հետևյալը, ասում է, դե մենք որոշել ենք չխոչընդոտենք այդ պրոցեսին մի պայմանով, եթե այդ ցուցակում մենք լինենք 53-րդ և 54-րդ տեղը, և սա մատուցել որպես մեծ ձեռքբերում, իհարկե ցավում եմ մի կողմից էլ, բայց մյուս կողմից արդեն ակնհայտ է, ինչպիսի կուլմինացիա է ունենալու այս համագործակցությունը, եթե անունը դնենք համագործակցություն, և քանի որ պարոն Ասլանյանի անունը տվեցի, մի բան հիշեցի, պարոն Ասլանյանը այդ հարցազրույցում ասեց, դե մենք էլ եկեղեցին էլ մեր աչքի լույսը չի, ես ցավում եմ, որ պարոն Ասլանյանը սխալ է ընկալել այս բուն պրոցեսը, որովհետև եկեղեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մեր բոլորիս, իշխող մեծամասնության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աչքի լույսն է, և դուք սխալ եք հասկացել, և իբրև թե շարունակելով այդ միտքը, այդ թեզը իշխանությանը երկրորդելով, ասում է, դե մեր աչքի լույսն էլ չի, ձեր աչքի լույսը կարող է չի, բայց մեր աչքի լույսն է եկեղեցին, այլ հանգամանք է, թե եկեղեցում տարբեր բարձրաստիճան հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտոն զբաղեցնող, այսպես ասած, անձինք, ինչպիսի դիրքավորում ունեն և ինչպիսի կեցվածք ունեն որպես հոգևորական։ Եվ չստացվի, որ ելույթս նվիրված էր, ըստ էության պարոն Ասլանյանի մի հատ շատ հետաքրքիր բան էլ ասաց, այ որ 18 թվականին ասեին քայլ արա մերժիր Սերժին, ժողովուրդը քայլ արա մերժիր Սերժին և ընտրիր Նիկոլին, մարդիկ չէին ընտրի Նիկոլ Փաշինյանին, բա որ տենց էր, պարոն Ասլանյան, եթե լսում էիք ինձ, այդ 360 կմ/ժ արագությամբ, այդ ոնց էիք ուզում դառնալ մի խմբակցության պատգամավոր, որտեղ նկատել էիք անարդարության էլեմենտներ էիք գտել, այս էլ է շատ հետաքրքիր և հետ գալով պարոն Գրիգորյանին, պարոն Գրիգորյանը իր անկեղծ, այսպես ասած, շատ անկեղծ էր խոստովանական իր ճեպազրույցը, ասաց, այ եթե գնայինք երկրորդ փուլ, ընտրություններին Գյումրի քաղաքի, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանար 50+ ձայներ, այո, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ այս անկեղծության համար, քանի որ իհարկե, եթե երկրորդ փուլ գնայինք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանար 50+ ձայներ, ոչ թե նրա համար, որ կստեղծվեր ֆորս մաժորային իրավիճակ, եռուզեռի, այդ էյֆորիայի տրամաբանության մեջ, այլ այն հանգամանքի բերումով, որ
ստելով Գյումրեցուն, ասացիք չի դառնա Y-ը քաղաքապետ կլինի X-ը, բայց այնուամենայնիվ դարձավ Y-ը քաղաքապետ ձեր ձեռամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։